Փառք Տիրոջը, սիրելիներս, այսօրվա համար, այսօրվա հավաքույթի համար, որ Աստված մեզ եւս մեկ օր ապարգևել, եւս մեկ օր, որտեղ մենք կարանք հավաքվենք, Տիրոջը փառք տանք, միաբան լինենք, եւ սա շատ կարեւոր է, որտեղ միաբան մենք մեկ տեղ ունենք գնալու։ Միաբանության մեջ մենք Աստծո արքայության մեջ ենք ու գնում ենք փրկություն, գնում ենք դեպի երկնքի արքայություն, հա, մեր սրտերը սպասում է Հիսուս Քրիստոսին ու պետք է ամեն ճշմարտություն կատարվի մեր մեջ, ամեն ճշմարտություն։ Տեսեք, Հիսուսը երբ որ եկավ մկրտվելու Հովհաննեսի մոտ, Հովհաննեսը ասեց. «Տեր, ես քո կոշիկները արձակել կամ կապելու իրավունք չունեմ, ես ով եմ, որ քեզ մկրտեմ»։ Բայց Տերը ասեց. «Թող ամեն ճշմարտություն կատարվի»։ Տեսեք, Հիսուսը պատվեր ա տվել, որպեսզի ճշմարտությունը կատարվի։ Ես այսօր ուզում եմ խոսամ ջրի մկրտության նպատակի մասին, ջրի մկրտության մասին, թե ինչ է ջրի մկրտությունը։ Արդյոք պետք է ջրով մկրտվել, պետք չէ ջրով մկրտվել, ինքը ինչ է իրանից ներկայացնում, հա։ Եվ իմ քարոզի պատգամը սենց թող լինի. դուռ դեպի նոր կյանք։ Ջրի մկրտությունը դա դուռ է դեպի նոր կյանք։ Տեսեք, մեր հիմնական տեղը Աստվածաշնչից կկարդանք Հռոմեացիների 6-րդ գլուխ 4 խոսքից կկարդամ։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ այնպես ոնց որ Քրիստոսը հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Փառք Հիսուսին։ Գիտեք, Տերը մեզ կանչել է, որպեսզի մենք քայլենք փառքի, Աստծո փառքի նորոգության մեջ։ Մենք եկել ենք նորոգվելու, չէ՞։ Մենք եկել ենք, որպեսզի լինենք փրկված, բայց քանի որ մենք ապրում ենք այս աշխարհում, մենք պետքա դեռ քայլենք, ճիշտ է։ Մկրտությունը, ես այսօր կխոսամ դրա մասին, մկրտությունը կարևոր է ու պարտադիր պայման է մեր համար, քանի որ մենք դեռ ապրում ենք այս աշխարհում։ Մեր վերջի օրը չի, ամեն։ Մենք դեռ ապրում ենք, Աստված մեզ տվել է դեռ ժամանակ այս աշխարհում ապրելու, եւ քանի որ մենք ունենք այդ ժամանակը, մենք պետքա Աստծո փառքի լույսի մեջ նորոգվելով ապրենք։ Ամեն, դա շատ կարևոր է։ Մենք չենք կարող ասենք քրիստոնյա ենք, բայց մնանք մեր մեղքերի, մեր տկարության, մեր գերության մեջ։ Մենք պետքա փոխվենք, մենք պետքա գնանք առաջ եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, ոնց որ Քրիստոս ասեց. «Դուք եք աշխարհի լույսը»։ Սիրելիս, ամեն մեկս պետքա ինքներս մեր հետ անկեղծ լինենք, եթե ես քրիստոնյա եմ, ինչ է դա նշանակում, ոնց պետքա ես քրիստոնյա լինեմ, ինչ քայլեր պետքա անեմ։ Ես սա քայլերից մեկն է, որ մենք անպայման պարտադիր պետքա անենք Աստծո առաջ եւ մարդկության առաջ։ Ջրի մկրտությունը։ Այսօր ուզում եմ խոսամ ոչ թե միայն այն մասին, թե ինչ է մկրտությունը, նաև ինչ է իրականանում, ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ որ նա մկրտվում է, երբ որ նա մտնում է ջուրը եւ դուրս է գալիս, հա։ Մենք կնայենք այսօր Աստվածաշնչին, Աստվածաշնչյան խորհուրդներին, թե ինչ է խորհուրդ տալիս Աստվածաշունչը, ոնց է հոգին տանում եւ ինչ է կատարում։ Մկրտությունը պարզապես եկեղեցական ինչ որ արարողություն չի, որ պարտադիր է եկեղեցում, սենցած Իսակարգա պետք է անենք, ոչ։ Կամ էլ մկրտությունը ջրի մեջ մտնել դուրս գալ չի, որ շատ մարդկանց կյանքում տենց է լինում, հա, ջրի մեջ մտնում դուրս են գալիս, մկրտվեցինք։ Մկրտություն դա հայտարարություն է։ Ես իմ կյանքը տալիս եմ Հիսուսին։ Իմ կյանքը այս աշխարհում վերջացավ, ես իմ կյանքը տալիս եմ Հիսուսին։ Դա հայտարարություն է։ Եվ այս հայտարարությունը նախարարինը պետք է քո սրտի մեջ լինի ու անկեղծ լինի քո սրտի մեջ, որպեսզի դու ճիշտ քայլ անես։ Գիտես, հակառակ դեպքում մկրտությունը կլինի ուղղակի ջրի մեջ մտնել եւ հելնել։ Ու ոչ մի իմաստ չի ունենա, ոչ մի փոփոխություն, ոչ մի հրաշք չի կատարվի մարդու կյանքում։ Ամենամեծ հրաշքը գիտեք որն է, որ Աստված անում է այսօր այս աշխարհում որ տեսնում ենք, դա մեր փոփոխությունն է։ Դա հենց մեր մեջ է տեղի ունենում են հրաշքը, որ մենք փոխվում ենք։ Մենք ինչ որ մի բանից ազատագրվում ենք, ազատվում ենք, ուրիշ մարդ ենք դառնում, ուրիշ ձև ենք մտածում, վերստին ծնունդ ենք առնում եւ ապրում ենք Աստծո փառքի մեջ։ Դրա համար անցած անգամ ես խոսացի ապաշխարությունից, թե ինչ է ապաշխարությունը, մենք պետք է անկեղծ ապաշխարություն Տիրոջ առաջ բերենք, նախ առաջինը անկեղծ ապաշխարություն։ Ինչ է ապաշխարությունը, որ դու ասում ես ես մեղավոր եմ։ Բոլորը մեղանջեցին։
Հիսուսին մի անգամ եկան ասեցին. «Էդ խես գնացել նստել ես անառակների, գողացողների, մաքսավորների հետ, հա»։ Հիսուսը մի բան ասեց հիվանդները ունեն բժիշկի կարիքը։ Հիվանդները ունեն։ Դա չի նշանակում, որ այն հարցնողները հիվանդ չէին։ Նամանավան դրանք հիվանդներից հիվանդն են կամ անգամ մահացած էին, մեռած էին։ Բայց ով որ հիվանդ է, նա բժիշկի կարիք ունի։ Գիտեք, հիվանդի ու մահացածի մեջ էլ տարբերություն կա, հա? Մահացածին էլ բժիշկ պետք չի, ինքը մահացել է։ Բայց եթե դու քայլ ես արել, քեզ ինչ-որ մի բան ձգտում է, գաս եկեղեցի, գաս Տիրոջ խոսքը լսես, ինչ-որ մի բան յուրաքանչյուրից ձգտում է, հենց այնց տեղ ոչ մեկը նստած չեք հավատում եմ, ոչ մեկ։ Ես հավատում եմ, որ քեզ ինչ-որ մի բան ձգել է, որ դու այսօր հելել ես եկել ես եկեղեցի, չէ՞։ Դա խոսում է, որ դու մեռած ես, դա խոսում է, որ դու հիվանդ ես, եւ դու ունես Հիսուսի կարիքը։ Ոչ մեկը չեն կարող ասենք, մենք արդեն լիարժեք առողջ ենք, ոչ։ Մենք առողջանում ենք Հիսուսի մեջ, մենք ունենք իր կարիքը։ Գիտես, Հիսուսը մեզ բժշկում է իր սիրով։ Երբ որ մենք հավաքվում ենք, միաբան ենք լինում, Աստծո խոսքն ենք լսում, Աստծո խոսքը գալիս է, Աստծո խոսքը լույս է։ Աստծո խոսքը սեր է, Աստծո խոսքը կյանք է, որը որ մեզ արթնացնում է, բժշկում է, սիրում է, նորոգում է եւ թույլ է տալի, որ քայլենք Տիրոջ փառքի լույսի մեջ նորոգվելով։ Սա է քրիստոնյայի կյանքը, որպեսզի մենք քայլենք, նորոգվենք։ Ոչ թե ճակերտավոր քրիստոնյա կոչվենք, բազմից անգամ ասել եմ, քրիստոնյական երկրում եմ ծնվել կամ ընտանիքում քրիստոնյա եմ, ոչ։ Քրիստոնյան այն է, ով Աստծո փառքի լույսի մեջ է քայլում, իր եսը դրած, իր հինը թողած ջրի տակ կամ այն աշխարհում։ Ամեն։ Տեսեք, իմ հին կյանքը ավարտված է։ Սա ամեն մկրտվողի, ամեն մի մարդու, ով որ քայլ է անում դեպի մկրտություն, պետք է ինքը իր մեջ հայտարարի. իմ հին կյանքը ավարտված է։ Ես այլևս մկրտությունից հետո ես այլևս հինը չեմ։ Ես կետ եմ դնում իմ հին կյանքին, ես սկսում եմ ապրել Քրիստոսի հետ։ Գիտեք, Քրիստոսի հետ ապրելը շատ երջանկություն է, իրական երջանկություն է։ Ամեն։ Տեսեք, մկրտությունը մահ եւ թաղում է եւ հարություն է Քրիստոսի մեջ։ Ուզում եմ մի հատ էլ այս 3-4 խոսքերը կարդամ, Հռոմեացիների 6-րդ գլուխ 3-4 խոսքերը կուզենամ կարդամ։ Նայեք, կամ չգիտեք, թե մեզանից ոմանք Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահով մկրտվեցին, մկրտության նրա հետ թաղվեցին մահվան մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Նոր կյանքով ընթանանք։ Տեսեք, Պողոս առաքյալը մկրտությունը կապում է 3 բանի հետ ստեղ. մահ, թաղում, հարություն։ Նույնը Քրիստոսի հետ տեղի ունեցավ, չէ՞։ Քրիստոսը հաղթեց, սա է ճանապարհը։ Քրիստոսը անցավ եւ ասեց. ճանապարհը ես եմ։ Եկեք իմ հետևից։ Մենք էլ պետք է նույն բաները անցնենք։ Եթե մենք ուզում ենք Քրիստոսի նման հարություն առնենք, հա, դրա համար է մեր նպատակը, որ մենք եկեղեցի ենք գալիս եւ հավաքվում ենք եւ իրար հետ ենք եւ քրիստոնյա ենք կոչում։ Եթե հարության վերջնական հարության նպատակը չլներ հավիտենական կյանքի, 1000 տարի ոչ մի եկեղեցի ոչ մեկին ինձ թվում է պետք չի։ Հակառակ դեպքում նման եկեղեցին կկոչվի քրիստոնեական ակումբ, բայց ոչ թե հոգևոր հասկացողություն։ Բայց հոգևոր հասկացողությունով մենք հասկանում ենք, որ քրիստոնեությունը Քրիստոսին հետևելն է եւ կյանքի հաղթանակը վաստակելն է։ Ասում է, ձեր ապաշխարությունը կամ ձեր փրկությունը կատարեք։ Հիսուսը մեզ տվել է արդեն փրկություն։ Ինքը արդեն հարություն առնելով ցույց տվեց ինքը ոնց հարություն առավ։ Մահացավ, թաղվեց եւ հարություն առավ։ Նույնը սիրելիներս, մեզի ցավ չտալով Քրիստոսը, տեսեք Աստված ինչքան է սիրում։ Մեզի ցավ չի տա, սաղ ցավը ինքը տարավ իր վրա, խաչի վրա։ Սաղ դժվարությունը, այն զգացմունքները, տառապանքը, ինքը ամեն ինչը վերցրեց իր վրա։ Մեզանից գիտեք Քրիստոսը ինչ է ուզում։ Հավատք։ Հավատք, որպեսզի փափուկ սիր ունեն, ոնց է սենց ծնողը երեխուն պահում։ Անգամ սենց գերեզման էլ չի ասում հողի մեջ սենց քեզ թաղենք, հանենք կամ քարանձավի մեջ դնենք։ Ասում է ջրի մեջ կթաղենք քեզի։ Քո հին մարդը ջրի մեջ կթողենք։ Հավատում ես Քրիստոսին։ Հավատում ես, որ սա է անցումը։ Ես այսօր մի քիչ խորը կգնամ, միգուցե կարող է շուտվա մկրտվողներն էլ ունենան մի անգամ էլ մկրտվեն։
Ես այս քարոզը երբ որ երեք պատրաստեցի, գրեցի, ես նենց ուզեցա մի հատ էլ մկրտվեմ։ Փառք Հիսուսին, երբ մարդը իջնում է ջրի մեջ, դա խորհրդանշում է հին մարդու մահը եւ թաղումը։ Երբ որ մարդը սուզվում է ջրի մեջ, եւ դուրս է գալի ջրից, դա խորհրդանշում է նրա կյանքը Քրիստոսի հետ։ Գիտեք, սա հոգևոր խորհրդանիշ է, հոգևոր նշանակություն է եւ իրականում, երբ որ դու քո նպատակը իրական անկեղծ է լինում քո սրտից, դու իրական ապաշխարած ես լինում, նոր ես գալիս, Քրիստոսին ես հանձնում քո ամբողջ կյանքը, գիտես, հրաշք է կատարվում մարդու կյանքի հետ։ Իրականում հրաշք է կատարվում։ Անցած տարի մեր ռուսական եկեղեցում սպոնտան, sense վերջի րոպեն մեր քույրերից հա իր տղան արդեն 30 տարեկան էր, շուտվանից փոքր հասակում եղել է եկեղեցում, հետո էլ չի եկել եկեղեցի, երկար ժամանակ արդեն ընտանիք ունի, կին, երեխաներ, հա, բայց շատ կախվածություններ ուներ տարբեր բաներից, շատ բռնվածություններ ուներ, շատ մեծ խնդիրներ ուներ տարբեր բաներից։ Իմացա, որ մկրտություն է լինելու, եկավ։ Ու այդ օրը սպոնտան ինքը այսենց ոչ ինձ ասել էր, ոչ պլանավորել էինք դա հայ իր մկրտությունը, բայց եկավ անկեղծ ասեց, ես ուզում եմ իմ կյանքը նվիրեմ Տիրոջը։ Ես անկեղծ, վերջի օրը եկավ ասեց, ես իմ կյանքը ուզում եմ տամ Տիրոջը։ Գիտեք, դա անկեղծություն էր։ Երբ որ ինքը մտավ ջուրը հելավ, ինքը անգամ զգաց այդ պահին ոնց իրան թողեց բռնվածությունը, ոնց իրան թողեց կազինոյից բռնվածություն ուներ, պարզ ասեմ։ Եվ տարբեր բաներից բռնվածություն ուներ։ Ինքը երբ որ ջուրը մտավ հելավ, ինքը զգաց ոնց ինքը ազատվեց։ Եվ դա հրաշք էր։ Իրականում հրաշք էր, որ մինչև այսօր, ասենք, արդեն մի տարի անց է մարդը ամեն օր Աստվածաշնչի մեջ եկեղեցին, բարշի ծողում ծառայությունները հրաշք կատարվում է այն ժամանակ, երբ որ մենք անկեղծ ենք գալիս Տիրոջ մեջ։ Ոչ թե ուղղակի լողանում ենք ջրի մեջ։ Լողանալ կարանք մեր տունն էլ լողանանք կամ լճում կամ ծովում։ Բայց եկեք ջրի մկրտության ժամանակ ուղղակի չլողանանք մարմնի կեղտը մաքրելու համար, հա։ Եկեք մեր հին մարդը իրոք թաղենք, թողենք ջրի տակ եւ դուրս գանք նոր մարդով Տիրոջ փառքի համար, որպեսզի քայլենք Տիրոջ լույսի մեջ։ Ամեն։ Տեսեք, երբ որ դու ունես ներքին որոշում, մկրտությունը, երբ որ դու գալ ջրով մկրտում ես, դա քո արտաքին վկայությունն է, դու ցույց ես տալիս բոլորին, քո բարեկամներին, քո եկեղեցուն, բոլորին, հրեշտակներին, Աստծուն, քո արտաքին վկայությունը ցույց ես տալի, որ ես Քրիստոսինն եմ։ Ես անցնում եմ այս ջրի մեջով եւ ես Քրիստոսին եմ։ Դու ասում ես. ես այլևս չեմ ուզում, որ մեղքը թագավորի իմ կյանքում, ես ընտրել եմ Հիսուսին։ Հռոմեացիներ 6-րդ գլխում գրված է, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի այլևս մեղքը չթագավորի կամ մեղքին մենք չծառայենք։ Ուրեմն մկրտության ջրի մեջ մենք չենք ուզում պարզապես թրջվել, մտնել կամ հելնել, բայց ուզում ենք, որպեսզի մեր հին մարդը թողենք ջրի տակ։ Ամեն։ Տեսեք, ուզում եմ մի հատ sense պատմություն անցնենք, հա, Եգիպտոսից դուրս գալը Իսրայելի։ Սա մի մկրտության մի հզոր նախապատկեր է, հա, ուզում եմ որպեսզի տեսնենք այս պատկերը։ Մենք մեզ տեսնենք։ Գիտեք, Իսրայել ժողովուրդը ինքը խորհրդանշում է մարդուն, քեզ։ Իսրայելին մի ատեք, աղոթեք Իսրայելի համար։ Ինքը խորհրդանիշ է։ Ինքը խորհրդանշում է քո կյանքը աշխարհից դուրս գալու։ Ամեն։ Տեսեք, 5 տակավում մենք տեսնում ենք մի հրաշալի պատկեր Իսրայելի ժողովուրդը, երբ որ Եգիպտոսից պետքա դուրս գալ։ Իսրայելի ժողովուրդը երկար ժամանակ Եգիպտոսում ծառա էին, գերի էին, հա, ունդեղ իշխանություն ուներ Փարավոնը իշխում էր իրանց վրա։ Ծանրաբեռնում էր այս մարդկանց, այս մարդիկ էլ նենց չի լավ վիճակի մեջ էին, իրար էին ծեծում, իրար էին սպանում, հերիք չէ որ մի հատ իրանց հալածում էին, թշնամին, հա, իրանց հալածում էր, բեռ էր դնում իրանց վրա, մի հատ էլ իրանք իրար էին ուտում։ Այսօր շատ նման է մեր երկրին, չգիտեմ խի ասեցի, բայց շատ նման է։ Հույսով եմ, որ մի օր էլ մեր երկիրը կաղաղակի Տիրոջը եւ դուրս կգա։ Հերիք չի թշնամիները այսօր հալածում են, մի հատ է մեր երկրի մեջ են իրար ուտում։ Այսի թեմայի հետ կապ չուներ։ Բայց Աստված ասաց մի օր։ Գիտեք Աստված երբ ասաց։
Ես պիտի ազատեմ իմ ժողովուրդը։ Երբ որ նրանք սկսեցին աղաղակել Տիրոջը, աղոթել աղոթում էին, նեշի չէին աղոթում, 400 տարի աղոթում էին, հա, իրանց ֆարմալնի աղոթքը միշտ էլ կար։ Բարև Տեր, բարի լույս Տեր, բարի գիշեր Տեր, ես գնացի քնելու։ Ոնց որ բոլորս ենք շատ անգամ անում, չէ՞։ Բայց մի օր եկավ, երբ որ իրանք աղաղակեցին Տիրոջը, երբ որ հասկացան, որ ֆարմալնի աղոթքներով չի, որ Տիրոջ հետ պետք է ապրենք, Տիրոջ անունը պետք է աղաղակով կանչենք եւ ասում է թող ձեր ապաշխարությունը, ձեր ուրախությունը լաց դառնա։ Գիտեք, այս աղաղակը, էսի լացի աղաղակ է եւ այս աղաղակը թողնվածության աղաղակ պետք է լինի, որ մենք պետք է հասկանանք, որ առանց Աստծո մեր կյանքը փուչ է եւ ոչ մի բան է։ Առանց Հիսուսի ես ուզեմ թե չուզեմ, ես փարավոնի ձեռքերի մեջ եմ, փարավոնի իշխանության տակ եմ։ Եվ այս աշխարհի փարավոնը սատանան է, լավ իմացեք։ Այս աշխարհի իշխանը փարավոնը սատանան է, որ քո վրա կդնի բեր, քո վրա կդնի հոգս, քո վրա կդնի ինքը ժամանակը կկառավարի քո կյանքում։ Նամանավանդ այսօր մենք շատ լավ գիտենք ոնց են մարդիկ մտնում այս լուծի տակ։ Գիտեք, բայց երբ որ մարդը աղաղակում է Տիրոջը, Տերը ասում է. ես պետքա ազատեմ իմ սիրելի որդին, իմ սիրելի դստերը, ես իրան պետքա ազատեմ։ Այդ ժամանակ Տերը գալիս է ու ազատում է։ Իսկ փարավոնը ինչ ասում։ Փարավոնը հետևներից միշտ գալիս է։ Փարավոնը սենց հեշտ չի թողում մարդուն։ Տեսեք, երբ որ մարդը ուզում է գա Տիրոջը, երբ որ արդեն աղաղակել է, Տիրոջն է փնտրում, Տիրոջ երեսն է փնտրում, Աստված ասում է, ես պիտի քեզ ազատեմ, ես պիտի կարմիր ծովը բացեմ, որ դու անցնես այդ կարմիր ծովի մեջով։ Փարավոնը լավ իմացի հետևիցդ գալու է։ Ինքը չի նահանջելու, ինքը միշտ հետևի, ինքը հետապնդելու է քեզ միշտ էլ, մինչև դու չանցնես կարմիր ծովը։ Կարմիր ծովը, այդ կարմիր ոնց որ սահմանն է, որ ինքը տեղից այնքոմ էլ չի կարա անցնի, բայց Աստված քեզ թույլ է տալի, որպեսզի դու այս կարմիր սահմանը անցնես։ Ջրի մկրտությունով, անկեղծ սրտով, երբ որ մենք գալիս ենք, մենք այս սահմանը անցնում ենք, եւ փարավոնը, սատանան, մեղքը, գայթակղությունը, բռնվածությունը, անցյալի հիշողությունները, իրանք էլ իրավունք չեն, իրանք չեն կարող դա անցնեն, սիրելիս։ Սա պետք է մենք հասկանանք ինչ է կատարում ջրի մկրտության ժամանակ, հա։ Մարդը ասում է, ես թողնում եմ իմ մեղքը, ես ուզում եմ ապրել Հիսուսով, ես ուզում եմ Հիսուսի հետ գնամ։ Հին կյանքը միշտ չի, որ հեշտությամբ է բաց թողնում քեզ։ Ես հիշում եմ, ոնց էր իմ հետևից գալիս հին կյանքը։ Անցյալդ քեզ հետևում է, չէ՞։ Հին սովորությունները գալիս են հետևիցդ։ Շատ ժամանակ հա Սատանան փսփսում է, ականջիդ ասում է, դու հաստատ փրկված ես, հələ հիշի քո գործերը, հələ հիշի դու ով ես, կամ կարա քո անգամ ընտանիքի անդամը գա քեզ ասի։ Ինչ ես քեզ սրբի տեղ դրել։ Հիշում ես իրար հետ ինչ էինք անում, հիշում ես իրար հետ ստեղ էինք խմում, ընդեղ էինք հարբում, այն էինք անում, այս էինք անում, ասում են։ Իմ կյանքում տենց եղավ, երբ որ ես որոշում արեցի, որ Տիրոջ մոտ պետքա գամ եւ այդ կարմիր ծովը պետքա հատեմ, բարձրացան այս խոսացողները հետևիցս։ Ամեն օր զանգում էին։ Դու հիշում ես։ Հետո էլ սատանան էլ էր արդեն գալի միտքեր տալի, դու հաստատ փրկված ես, դու հաստատ համոզված ես, որ դու փրկված ես։ Գիտեք, սա սաղ վախ է, որ մարդուն ուզում է կանգնացնի։ Երբ որ փարավոնը լարվեց Իսրայելի հետևից, նրանք բոլորը վախեցան։ Բայց կար առաջնորդ, կար Աստված նրանց կյանքում։ Ասեց՝ մի վախեցեք, ես ձեզ տալիս եմ անցումը, ես ձեզ դուռ եմ բացում, ասեց, մի վախեցեք, մտեք այս դռան մեջով, անցեք, ամեն ինչ լավ կլինի։ Դուռը թշնամու երեսին փակվելու է, նենց է փակվելու, որ իրանք էլ չդիմանան։ Մենակ մենք պետք է ունենանք հավատք դրա մեջ։ Սա շատ լուրջ է, սա ֆորմալնի ինչ-որ բաներ չի, սա հեքիաթ չի, սա իրականություն է, սա կյանք է, որ ամեն մեկս պետք է վերապրենք։ Ես եթե չվերապրեմ, ես թեորիա ուղղակի sense թեոլոգիա չեմ խոսում։ Սա կյանք է, շատերիս կյանքում եղել է սա, մենք գիտենք, եւ շատերի կյանքում էլ դեռ պետքա լինի։ Որովհետեւ երբ որ մենք ընդունում ենք վերջնականապես որոշում Հիսուսին հետևել, գիտեք, Տերը քեզ տալիս է ծովը, կարմիր բացումա, որպեսի անցնես մեջով, եւ քո անկեղծ սրտով պետք է անցնես։ Անկեղծ սրտով չանցար, ուղղակի sense լողացար դուրս եկար, գնացիր ծով, հանգստացար եկար, շատ լավ է։ Գնացինք բասեինը մտանք, ջուրը մտանք, հելանք։
ծափահարեցինք, ուրախացանք, շփում ունեցանք, եկանք, ոչ մի բան չփոխվեց։ Սիրելիս, ես անկեղծ ուզում եմ, որ ով որ մկրտվելու է մյուս կիրակի, ես ուզում եմ ձեր մեջ պտուղներ տենամ։ Ես ուզում եմ, որպեսզի Տերը ձեզ գրավի, Տերը ձեզ վերցնի իր գրկի մեջ, Տերը ձեզ անցկացնի իր փառքի լույսի մեջ, չլինի նենց մտնենք ջուրը ու դուրս գանք։ Գայթակղությունները քեզ կհետևեն, հին սովորությունները կգան հետևիցդ։ Թշնամին կարող է հիշեցնել անցյալի մեղքերը եւ ասել. դու դեռ իմն ես, դու չես կարա անցնես, դու չես կարա ազատ լինես, բայց Աստված կարմիր ծովը ասում եմ էլի, բացում է։ Փարավոնը նույնպես փորձեց անցնել։ Տեսեք, երբ որ կարմիր ծովը բացվեց, Իսրայել ժողովուրդը գնաց, որտեղ իրանք ասեցին. մենք ընտրում ենք Հիսուսին, մենք գնում ենք Հիսուսի հետևից, մենք գնում ենք ճշմարտության հետևից։ Թշնամիդ հետևելու է քեզ, ուզելնալու է այսպես մտնել։ Գիտեք որն է։ Այդ այնա որ դու արդեն ընթացքի մեջ ես, ճանապարհին ես, դու արդեն Տիրոջ մեջ ես մտել, Տիրոջ ջրերի մեջ ես մտել, որ անցնես։ Ինքը քեզ հետևելու է, բայց գրածա որ ոչ մի անօրինություն սրբության տեղը չի դիմանա։ Տերը կփագի այդ ամեն ինչը, բայց Աստված ջուրը փակեց։ Գրածա Ելիս 14:28-ում գրածա. ջրերը ետ դարձան եւ ծածկեցին կառքերը ու հեծյալներին, նրանց ոչ մեկը չմնաց։ Ոչ մեկը չմնաց։ Սատանան էլ իր զորքով էլ որ հետևիցդ էլ լարվի, հաստատ իմացի, Աստված թույլ չի տա որ քեզ ինքը բռնի։ Դու կանցնես, բայց նա չի անցնի, որտեվ այդ ծովը բացվում է միայն քեզ համար։ Այդ ծովը բացվում է, այդ ջուրը բացվում է, տրված է այսօր այս հնարավորությունը քո անկեղծ սրտի համար, որպեսզի դու անկեղծությամբ քայլ անես եւ քո հինը թողես։ Գիտեք ինչա տեղի ունենում։ Իրականում ես հավատում եմ այս հրաշքին, որ մեր վրա կուտակված բոլոր մեղքերը, հա, մեր վրա կուտակված բոլոր մեղքերը, որը որ Եգիպտոսից մենք վերցրել էինք։ Երբ որ ասում եմ Եգիպտոս, դա ամեն ինչն է, աշխարհը իր բոլոր կրոններով, իր բոլոր ստով, իր բոլոր, չգիտեմ, ծեսերով, կարգերով, օրենքներով վերցրած, սա խավար է, կա մեկ ճշմարտություն, մեկ ճանապարհ, մեկ դու, Հիսուս Քրիստոս։ Մեկն է, չի կարա լինի երկուսը, երեքը։ Այն օրը ցույց էին տալի Coca-Cola-ի բանը տեսել եք, ընդ սայթ կա Coca-Cola-ի սայթի մեջ, դու կարաս քո ուզածը գրես, հա, քո ուզած բառերը կարաս գրես եւ այդ բանկով քեզ Coca-Cola ուղարկեն բանկայով։ Եվ ինչ ուզես կարաս գրես այդտեղ։ Բայց երբ որ դու փորձես գրես Հիսուս անունը, որ կամ էլ կարաս գրես Հիսուսը թագավոր չի, կամ Հիսուսը սատանա է, երբ որ գրես, դա կտպվի։ Այսինքն համակարգը ընդունում է։ Բայց երբ որ դու ուզում ես փորձես գրես, օրինակ սուտ աստվածների անուններ, Ալլախա, Մոլայա, չգիտեմ, ինչ ուզում ես գրի, ամեն ինչը համակարգը վերցնում է, բայց հենց գրում ես Հիսուսը թագավոր է, չի վերցնում համակարգը։ Գրում ես Հիսուսը թագավոր չի, վերցնում է համակարգը։ Ուզում ես գրի Կրիշնան թագավոր է, ուզում ես գրի Մուհամեդը պրարոկ է, չգիտեմ, ինչ ուզում ես գրի, ամեն ինչը համակարգը վերցնում է։ Հիսուսի անվան ճշմարտությունը ոչ մի բան չի վերցնում։ Տեսեք, աշխարհը այսենց իրար հետ վերցած, այս մի հատ խավար սուտ ինչ-որ մի հատ բուկետ է ստեղծված, շատ տարբեր մարդկանց համար, ամեն մեկին մի ձևի գերել է, սուտը ու խավարը, որը որ մահվան է տանում, բայց ճշմարտության ճանապարհը նեղ է։ Ճշմարտությունը մեկն է, դա Հիսուս Քրիստոսը, ճշմարտության դուռը Հիսուսն է, ճանապարհն էլ է Հիսուսը, կյանքն էլ է Հիսուսը։ Մեկն է ու նեղ է, շատ քչերն են ասում։ Այն ինչ պատկանում է հին կյանքին չպետք է մեզ հետ դուրս գա մյուս կողմը։ Երբ որ մենք անկեղծ սրտով ենք անում, երբ որ մենք արժանի ապաշխարություն ենք Տիրոջը բերում, երբեք փարավոնը հետևներիցս չի կարա գա, երբեք մենք իրան չենք բարձրացնի։ Բայց եթե չկա անկեղծ ապաշխարություն, ուղղակի բոլորը մկրտվում են, ես էլ եմ մկրտվում։ Գիտես ինչ, փարավոնը հետևիցդ գալու է։ Դա այն ծովը չի լինելու, որ Աստված է քեզ բացում։ Դա այն մկրտության ջուրը չի լինելու, որ Աստված է քեզ տվել։ Աստծո տված մկրտության ջրի մեջ թաղվում է հին մարդը եւ դուրս է գալի նոր մարդը։ Այլապես դու մտնելու ես ջուրը ու դուրս գաս քո փարավոնի եւ փարավոնի զորքի հետ միասին։ Թող մնա ջրի տակ հին մարդը, մեղքի իշխանությունը, հին կապանքները,
Այն կյանքը, որ ապրել ենք առանց Հիսուս Քրիստոսի։ Երբեք ապաշխարության ժամանակ ձեզ մի չարդարացնեք։ Աստված բոլորին սիրում է, բոլոր մարդկանց է սիրում, բոլորի կյանքում էլ կա, աշխարհիկի կյանքում էլ կա, չաշխարհիկի կյանքում էլ կա, արդարի, անարդարի կյանքում էլ Աստված կա։ Այո, Աստված օրհնում, պաշտպանում է յուրաքանչյուր մարդուն։ Եվ չեմ ուզում, որպեսզի մենք խափնվենք, ասենք, դե գիտես, Հովիվ ջան, դու այսօր կարաս sense մեծ քարոզես, բայց իմ կյանքում գիտես ինչ հրաշքներ ա եղել, շատ լավ է, իմ կյանքում էլ է շատ մեծ հրաշքներ եղել, ավելի շատ քան քո կյանքում։ Բայց ես եղել եմ մեռած դժոխքի դռների դեմը։ Ես եղել եմ, որ հանկարծ իմ կյանքում մի բան պատահի, հանկարծ ես մահանա, դժոխք է ուղիղ գնալու։ Դա կապ չունի, որ Աստված քո կյանքում հրաշքներ է անում։ Դա շատ լավ է, Աստված յուրաքանչյուրի կյանքում է հրաշքներ անում, որպեսզի դու փրկվես, որպեսզի դու գաս հասնես այն կետին, որ Հիսուսին հանդիպես, ապաշխարես եւ անես քո քայլը դեպի Քրիստոսը եւ ունենաս փրկություն։ Որ րոպեին, որ Աստված դադարի պաշտպանել աշխարհը, աշխարհիկ մարդուն, այդ պահին աշխարհը արդեն վարի կգնա։ Թող սրանք մեզ չխափեն հանգարց այդ միտքը չկա։ Ես իմ Աստված միշտ էլ ինձ պաշտպանել է, ես բարի մարդ եմ։ Աստված պաշտպանել է, դու բարի մարդ ես, բայց արի Տիրոջը ապաշխարի, որովհետև շատ այտենց մտածող մարդիկ դժոխք են գնում այսօր։ Երբ որ մենք ջրից դուրս կգանք, մենք կասենք. ես ազատ եմ Քրիստոսին ծառայելու համար։ Երբ որ իրականում դու դուրս ես գալի ջրից, դու իրոք ազատում ես, դու իրոք Քրիստոսին ես ծառայում, դու իրոք ծառայում ես ոչ թե չարին, ինչ է նշանակում Քրիստոսին ծառայել, քո սիրտը լցվում է բարիքով, քո սիրտը լցվում է Աստծո հոգով, քո սիրտը լցվում է Աստծո սիրով, երբ որ քո սիրտը դրանով լցված է, դու դրանով էլ ապրելու ես։ Դու դրանով էլ ապրելու ես, դու քո քայլերը, քո որոշումները լինելու է այն ինչ որ քո սրտից է գալու։ Սիրելիս, մինչև մեր որոշումը, մեր ապաշխարանքը, մեր անցումը դեպի Քրիստոս, մեր սիրտը վատ բաներով է լցված։ Մենք կարանք ստեղից սիրուն խոսանք, ցույց տանք բոլոր մարդկանց, որ ինչքան լավն եմ ես։ Բայց Հիսուսը ասում է. սրտից գիտես ինչեր է հելնում մարդու, էլ շնություն, էլ գողություն, էլ սպանություն, ինչ ասես սրտից հելնում է, եւ դա բոլորիս է վերաբերվում։ Եվ դա հենց այս փարավոնի աշխարհի իշխանի կամքն է, որ դրված է ամեն մեկի սրտի մեջ։ Եվ դրանից պետք է ազատ լինենք, սիրելիներս։ Մենք չենք կարող մեզի զսպելով պահենք, ասենք մենք լավն ենք, մենք սիրուն քրիստոնյա կլինենք։ Բայց մենք պետք է ազատ լինենք եւ լի լինենք Աստծուն, որովհետեւ ուզենք թե չուզենք, մենք ծառայելու ենք ինչ որ մեկին։ Նեյտրալ ծառայություն չկա։ Մենք կամ բարին ենք գործում, կամ չարը, կամ սև, կամ սպիտակ։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեսեք, ուզում եմ մեկ էլ Նոյի ջրհեղեղի մասին խոսամ, սա էլ է խորհրդանշում, մկրտություն, ուզում եմ որ ստեղ մենք էլ տեսնենք մկրտություն։ Տեսեք, Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա։ Այս երկիրը, քո աշխարհը, քո աշխարհ հայացքը չար է։ Այս վերջերս խմբակում էինք խոսում, որ մեկը աղոթեց, հա կարծեմ sense բան էինք խոսում, ասում ես այն ժամանակ բոլոր քույր եղբայրներին, հա մարդկանց տենում էի վատը, չարը եւ այլ, բայց երբ որ աղոթեցի, ազատագրվեցի, ես նույն մարդկանց ուրիշ ձև էի տեսնում։ Այսինքն խնդիրը իմ մեջ էր, ոչ թե մարդկանց մեջ էր։ Տեսեք, մենք պետքա Աստծո աչքերը ունենանք մարդկանց նայելով։ Եթե մենք մեր աչքերով, մեր չար աչքերով ուզենանք մարդկանց նայենք, խնդիրը մեր մեջ կլինի։ Իրականում ես չեմ արդարացնում ոչ մեկին, աշխարհը չենք արդարացնում, բայց ես գիտեմ, որ Աստված սիրում է մարդուն։ Ես գիտեմ, որ Աստված ներում է մարդուն։ Ես գիտեմ, որ մարդը բոլորն էլ ծնվում են Աստծուց զատ։ Բայց ամեն մեկին էլ պետք է Աստված, ամեն մեկին էլ պետք է փրկություն։ Գիտեք, մեր աշխարհ հայացքը պետք է փոխվի։ Մեր աշխարհիկ մտածելակերպը պետք է փոխվի, Աստծուն դուր չի գալ այս աշխարհիկ մտածելակերպը։ Տեսեք, հիմա մի տեղ եմ կարդալու, բայց Աստված ասում է, խոսքը ասում է, ջուրը բարձրացավ, հին աշխարհը մնաց ջրի տակ։ Սա էլ է խորհրդանշում, երբ որ դու գալիս ես մկրտության, երբ որ դու մտնում ես ջուրը հելնում ես, քո հին աշխարհը, քո աշխարհիկ
մտածելակերպը ինքը պետք է մնա ջրի տակ։ Քո պատկերացրած հին աշխարհը ինքը պետք է մնա ջրի տակ։ Ամեն։ Եվ Պետրոս Առաքյալը հենց նույն պատմությունը կապում է այս խոսքերի հետ։ Առաջի Պետրոս մկրտության հետ է կապում։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 20-21-րդ խոսքերը կարդամ։ Նոյի օրերում, տեսեք Պետրոսն է ասում, Նոյի օրերում քչերը, այսինքն 8 հոգի ջրից փրկվեցին։ Դրա օրինակը մկրտությունը։ Այժմ էլ մեր փրկությունն է, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ Աստծու հանդեպ բարի խղճի վկայությամբ Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Եկեք պատկերացնենք այս պարզ ճշմարտությունը, որ Նոյը երբ որ մտավ տապան, չէ, ինքը մտավ մի ուրիշ աշխարհում էր դեռ։ Բայց երբ որ տապանից դուրս եկավ, սա բոլորովին ուրիշ աշխարհ էր։ Մուտքը ու ելքը պետքա փոխվի։ Մեր ջուր մտնելը եւ դուրս գալը պետքա փոխվի։ Գիտես, սիրելիս, Հիսուսը քո հետ է մտնում այդ ջուրը։ Երբ որ դու մտնում ես այդ ջրի մեջ, Հիսուսը խի եկավ մկրտվեց, ասես թող ամեն ճշմարտություն գործվի։ Հիսուսը խի անապատ անցավ։ Ինչ որ Հիսուսը արել է, ասեց ես եմ ճանապարհը, այստեղ իմաստություն պետքա վերցնենք։ Ես ուզում եմ, որ դու էսա տեսնես։ Հիսուսի բոլոր արած գործերը, անգամ իր ջուր մտները, անգամ իր անապատ անցները, երբ որ դու անապատ ես անցնում, այդ նույն Հիսուսը քո հետ է անցնում, մի վախեցի։ Երբ որ դու ջուրն ես մտնում ու քո հին անձ ուզում ես այնտեղ թողել, նույն Հիսուսը այդ ջրի մեջ է քեզ կյանք է տալի, ասում է վեր կացանք իրար հետ։ Վեր կացանք իրար հետ։ Ես հավատում եմ, այն մարդիկ, ովքեր անկեղծ սրտով ապաշխարություն կբերեն ու իրանց հին աշխարհը, հին մտածելակերպը, հին մարդը, մեղքը կուզենան թողեն իրոք, թաղեն ջրի տակ, հին մարդում Հիսուսը հենց այդ ջրի մեջ, հələ դու դուրս չեկած, Հիսուսն էլ է այնտեղ։ Հովհաննեսը իրան իջացրեց ջրի տակ։ Ինքը այնտեղ է քո հետ է։ Ինքը այնտեղից հենց արդեն քեզ կյանք կտա ու քեզ վեր կհանի։ Դու վեր կկենաս ուրիշ մարդ։ Գիտեք, շատ հրաշքներ է եղել։ Անկամ ամենամեծ հրաշքը, որ մեր Պակալենիայի մեջ պատմության մեջ եղել, դա Կալինինգրադում կարծեմ Բերթի տարածքում, երբ որ եկեղեցի է ձևավորվել, երբ որ մարդկանց սկսել են մկրտել, հա, սառույցը ծաղկել են, անվոտ մարդուն, առանց ոտքեր ունեցող մարդուն մցրել են ջուրը, մկրտելուց հանել են ոտքերը վրան ա եղել։ Գիտեք, շատ մեծ հրաշքներ է Աստված արել։ Աստված շատ մեծ հրաշքներ ան, բայց այս հրաշքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ մենք անկեղծ սրտով ենք քայլ անում առանց վախենալու։ Վախկոտները չեն նահանջի Աստծո արքայությունը, բայց ուժեղները կնահանջեն Աստծո արքայությունը։ Աստծո արքայությունը պետք է հափշտակենք, վերցնենք։ Վախկոտները փարավոնից կվախենանք, ասեն, հանձնվում ենք, մեզ չկպնես, հետ են գալի, մի կպի մեզ։ Բայց ուժեղները կհասկանան Հիսուսով, կհասկանան, որ Հիսուսը հավիտենական թագավոր է, հավիտենական է նրա թագավորությունը, իսկ սատանայի իշխանությունը, սատանայի կամքը, սատանայի այսօր փառքը, որ ինքը որ ունի, ժամանակավոր է եւ դա սաղ վառվելու է։ Ոնց որ առաջին աշխարհը ջրով կործանվել, երկրորդ աշխարհը սատանայի ստեղծած ամեն ինչ որ մենք պատկերացնում ենք, պետքա վառվի, պետքա կրակով այրվի ամեն ինչը։ Մկրտվող մարդը ասում է. իմ հին աշխարհը ավարտված է, վերջ, իմ հին աշխարհը մեռած է, իմ հին աշխարհիկ մտածելակերպը մնաց ջրի տակ, ես դուրս եմ գալի հոգով նորոգվելու համար։ Սիրելիներս, շատ մարդիկ երկար տարիներ եկեղեցում անգամ մնում են շնչավոր մակարդակի հասկացողության վրա։ Որտեղ է խնդիրը։ Հենց սկզբից ճիշտ չի դրված հիմքը։ Եթե մենք ասում ենք, մենք ապրում ենք եւ մեզ Աստծո փառքի լույսի մեջ մենք նորոգվում ենք Աստծո հոգուց։ Մենք պետք է հոգևոր մտածելակերպ ունենանք։ Շնչավոր մտածելակերպը շատ հավասար է աշխարհիկ մտածելակերպին։ Ինչ որ մի բան ճիշտ չի եղել մեր դրած հիմքերի մեջ։ Ինչ որ մի բան մենք լավ չենք թողել այն ջրի տակ։ Ինչ որ մի բան մենք ճիշտ չենք թաղել, դեռ հետները սենց տանում ենք։ Աստված հոգի է։ Եվ Աստծուն երկրպագողը, Աստծուն հավատացողը, Աստծու մեջ շարժվողը պետքա հոգով մտածի,
հոգով առաջնորդվի։ Պետքա թույլ տա, որ հոգին նրա միտքը, նրա անձը նորոգի։ Իմ լոգիկան պետքա սնվի Աստծու հոգուց։ Վերջով իմ լոգիկան է որոշում անելու, չէ՞, որտեվ իմ անձը որոշում է, աջ թե ձախ, սև թե սպիտակ, լավ է թե վատ է, անեմ թե չանեմ։ Ճիշտ է։ Եթե դու չորոշես, դու չես կարող անես։ Քանի մենք կենթանի ենք, ապրում ենք, մենք որոշում ենք, բայց քո որոշումները պետք է Աստծո հոգուց գա եւ Աստծո խոսքից գա, ոչ թե քո պատկերացումից գա։ Դրա համար, սիրելի մկրտվողներ ջան, երբ որ կմկրտվեք, ջուրը կմտնեք, ձեր հասկացած, չհասկացած աշխարհ հայացքը թողեք ջրի տակ։ Դուրս եկեք Աստծո հոգով ջրի մեջից։ Դուրս եկեք կենդանի անձ եղեք Աստծո մեջ, որպեսզի Աստծո հոգով նորոգվեք։ Ամեն։ Թող ապրի հավատքը քո մեջ միայն, երբ որ դու դուրս կգաս ջրի մեջից։ Թող Քրիստոսի հանդեպ սերը ապրի քո մեջ։ Թող Սուրբ Հոգու առաջնորդությունը քո մեջ ապրի։ Բայց ոչ մի աշխարհիկ բան թող դուրս չգա քո կյանքի մեջ, որտեղ աշխարհիկ բանը դուրս եկավ, կլինես այն քարոզը հիշում եք, ողորմելիներից ամենաողորմելին։ Դա քրիստոնյաներն են, որոնք ապրում են հավատ եկեղեցում, բայց աշխարհիկ են, որովհետև մենք թույլ ենք տվել, որ փարավոնը իր զորքով մեր հետևից գա եւ մեզ հետապնդի եւ մեզ կոնտրոլ անի մինչեւ վերջ։ Մկրտությունը հավատքի եւ հնազանդության քայլ է։ Մի քանի բանել եմ խոսալու, շատ կարևոր հարցեր է, որոնք որ տարաձայնություններ ունեն տարբեր եկեղեցիներում, բայց ես կուզենամ, որպեսզի մենք նայենք Աստծո խոսքին։ Ոչ թե այս մեկը ասում է սենց, այն մյուսը ասում է երեխեքին մկրտեք, մյուսը ասում է մեծերին մկրտեք, երրորդը ասում է ջուր ցանեք երեսին, չորրորդը ասում է թաղեք ջրի տակ, եկեք նայենք Աստծո խոսքին, թե Աստված ոնց է ասում։ Որտեվ սիրում են ազգը մոլորացնեն, հա։ Եկեք ճշմարտության նայենք, որտեվ մի հատ ճիշտ կա։ Եվ եթե մենք ասում ենք քրիստոնյա ենք, քրիստոնեությունը ունի մեկ աղբյուր, քրիստոնեության հավատքը կառուցվում է Աստվածաշնչի հիման վրա, վերջ։ Ամեն։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշունչը ինչ է ասում։ Ամեն։ Պետրոսը Պենտեկոստեի օրը քարոզեց ժողովրդին։ Եկեք կարդանք Գործ առաքելոց 2:38 խոսքը։ Ապաշխարեք եւ ձեզանից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի անունով թող մկրտվի եւ դուք պիտի ստանաք Սուրբ Հոգու պարգևը։ Ամեն։ Ուշադրություն դարձրեք հերթականությանը։ Ապաշխարեք, առաջինը ապաշխարեք։ Ում է Պետրոսը ասում ապաշխարեք եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ում է Պետրոսը ասում։ Երեխեքին, անկեղծ, երեխեքին է ասում, չէ, մեծերին։ Ով է մեղք գործել, երեխեքը Աստծո հանդեպ թե մեծերը։ Հիմա մի հատ հարց, երեխուն պետք է ապաշխարություն, անգիտակից երեխուն ապաշխարություն պետք է, ուղղակի ծիծաղալու է։ Եկեք մենք հանկարծ կյանքում չպատկերացնենք մեր երկնային հորը, մեր Աստծուն այդքան դաժան, որ երեխուն անպայման մկրտեք, որտեղ հանկարծ որ երեխան մահացավ դժոխք կգնա։ Տեսեք պատկերացնում Աստծուն։ Ոչ, Աստված տենցը չի։ Նոր Սաղմոսը եղբայրս կարդաց 100-րդ Սաղմոսը։ Մարդիկ չեն հորինել Աստծուն, Աստված մեկն է։ Եվ Աստված չի փոխվում։ Աստված 3 այսօր եւ հավիտյան մեկն է։ Մենք չենք կարող ամեն մեկը մի Աստված հորինեն, ասեն Աստված սենց է, մյուսը ասեն նենց է։ Ոչ։ Աստված մեկն է։ Եկեք մեկ Աստծո շուրջ հավաքվենք, տեսենք մեկ Աստված ինչ է խոսում։ Գիտեք, Հիսուսը ասում է, երեխաները երբ որ գալիս էին իր մոտ, ասում էր թողեք թողան, սրանցն է երկնքի արքայությունը։ Եթե տենց էր Հիսուսը կասեր, մի հատ սրանց առաջինը սրանց մի հատ մկրտեք, էլ էս թուլ օղակն է։ Մի հատ մկրտեք հանգարց չմեռնեն գնան դժոխք։ Ասես թողեք թողանի մոտ։ Սրանցն է երկնքի արքայությունը։ Հələ մի հատ երեխու սրտի մեջին նայ։ Հələ մի հատ երեխու պատկե աշխարհ հայացքը նայ։ Իրականում երեխու մեջ մենք էլ ենք բոլորս երեխա եղել, մենք հիշում ենք խաղաղություն, ուրախություն, վազվզենք մեր համար խաղանք, ուրախանանք։ Հեչելիս չէ, պապան, մաման աշխատում են, թող աշխատեն, իրանք իրանց դարդերով են տապակվում։ Չէ, բայց երեխուն ինչ կա, Աստծո արքայությունը երեխու մեջ է։ Գիտես խե երեխեն տենց ապրում, որտեվ Աստված երեխուն մեղ չի համարում, մինչև երեխու գիտակից տարիքը չգա։
Գիտակից տարիքը գալիս է 12 տարեկանից մոտավորապես, երբ որ երեխան սկսում է գիտակցել, լավը ինչա, վատը ինչա, այսինքն մեղքը ինչա, գիտակցաբար մեղք կա սկսում գործել, այդ դրանից այն կողմ արդեն երեխու մեղքը կարա մնա իր վրա, բայց մինչև այդ ես չեմ համարում, ես չեմ հավատում, որ Աստված երեխուն պատժում է եւ դժոխք կա գցում, երբ որ ինչ-որ մի բան լինում է։ Դրա համար սիրելիներս, մկրտությունը ինչի համար է պետք, ապաշխարության համար է պետք։ Ասում է Պողոսը ասում է, ինչով դուք մկրտվեցիք, ասում է հոգով մկրտվել եք, ասում է ոչ, ասում է բա ո՞նց եք մկրտվել, ասում է ջրով, Հովհաննեսի մկրտությունով։ Ուղիղ ինքը ասում է, թե ինչ է Հովհաննեսի մկրտությունը։ Ասում է Հովհաննեսի մկրտությունը, այսինքն ջրով մկրտությունը մեղքերի թողության համար է։ Սիրելիներս, մեղք գործում է գիտակից չափահաս մարդը։ Երբ որ ինքը գիտակցաբար մեղք կա գործում, այդ ժամանակ այդ մարդուն պետք է փրկություն, պետք է ապաշխարություն։ Դրա համար եկեք ուղիղ նայենք ու պարզ լինենք։ Մկրտությամբ մարդը պատասխան է տալիս Աստծու կանչին։ Եվ դու գիտակցաբար, որ գալիս ես մկրտվելու, դու չես մկրտվում, որ ինչ-որ մեկը քեզ ստիպում է։ Պետք չի ինչ-որ մեկը։ Եթե ինչ-որ մեկը ստիպի մյուսին, որ այդ մյուսը պետք է մկրտվի, դա մկրտություն չի լինի։ Ստիպողաբար չպետք է լինի մկրտությունը։ Ես շատ դեպքեր եմ տեսել, անգամ իմ ծառայության ժամանակ, երբ որ քույրը եղբորն է ստիպում, մաման երեխուն է ստիպում, գնա մկրտվի։ Քեզ ասեցի, մի քույր կար մի քանի տարի առաջ, իր քրոջը բերել էր եկեղեցի, նենց վրան գոռաց ջղանացավ, հենց հիմա գնային սենյակ ու փոխվի արի, սպիտակ շորերը հետ հագի արի։ Հա, հագավ եկավ, մտավ ջուրը, հելավ, գնաց աշխարհելի։ Իմաստը։ Իմաստ չկա։ Եթե մի բան անում ենք, եկեք անենք նենց, որ հետևանք ունենանք բարի, որ օգուտ ունենանք։ Եթե մի բանի մեջ օգուտ չունենք, ինչի համար այդ անենք։ Եթե անկեղծ չեմ ուզում ես հələ դեռ Տիրոջ հետ ապրեմ, ես դեռ ուզում եմ Եգիպտոսի փարավոնի հետ հələ որ լավ հարաբերության մեջ ենք։ Մնանք ուրեմն այնտեղ իզուր բաներ չանենք։ Տերը գիտեք ինչ է ասում, սա շատ կարևոր է, ես ուզում եմ այսօր շատ ուշադիր լինենք։ Ասում է ավելի լավ է չգաս, քան թե գաս ու չմնաս իմ մեջ, քան թե գաս ու հետ գնաս։ Դրա համար եթե մենք քայլ ենք անում դեպի Տերը, մենք պետք է Տիրոջից բռնվենք եւ ասենք դու ես մեր Տերը, ես էլ երբեք քեզ բաց չեմ թողնի։ Դու ես իմ կյանքը, կապ չունի, սոված կլինեմ, հաց կտաս կուտեմ, չես տա չեմ ուտի, դժվար կլինի, դու ես իմ Տերը։ Հիսուսը պատտվեց այն աշակերտներին էլ ասել. Ուզում եք դուք էլ գնացեք։ Ասում է սրանք եկել էին հաց ուտելու, հաց չտվեցի, մենք չէ հոգևոր բաներ խոսացի, թողեցին գնացին։ Այն 5000 հոգին որ հաց կերան, հաջորդ օր էլի վազելով եկան Հիսուսի մոտ։ Հիսուսը ասեց այսօր հաց չկա ուտելու։ Հացը երկնքիցն է, ասեց ես եմ հացը, ով ինձ ուտի, նա կապրի։ Հալելույա։ Ով իմ արունը խմի, նա հավիտենական կյանք կունենա եւ փրկված կլինի։ Ինքը հոգևոր բաներ խոսած։ Շատ մարդկանց հոգևոր բաներ չի հետաքրքրում։ Ախպեր, տվեք մենք մեր հացը ուտենք էլի, նստենք քեֆ անենք իրար հետ։ Ու թողեցին գնացին։ Հիսուսը այն մյուսներին էլ ասեց. ուզում եք դուք էլ գնացեք, եթե սոված եք։ Գնացեք խանութ հաց առեք կերեք։ Ասեց ուր գնանք։ Քո մոտ է կյանքի խոսքերը։ Քեզանից է բխում կյանքը, ուր գնանք։ Դու ես կյանքը։ Գիտես, մեր դիրքորոշումը դեպի Հիսուսը էս պետք է լինի, ուր գնամ Տեր, սոված էլ լինեմ, քեզ չեմ թողնի։ Դժվար էլ լինի, քեզ չեմ թողնի, երբեք չեմ գայթակղվի։ Գիտես, Տիրոջը սիրեք, որպեսզի մնայուն լինեք Տիրոջ մեջ։ Ինքն իրեն մկրտություն, ես էլ եմ ուզում ասեմ, որ ինքն իրեն մկրտությունը չի փրկում մարդուն։ Չեմ ուզում, որ սա ուղղակի սենց վերցնեք, որ ջուրը փրկում է, ոչ, Հիսուսն է փրկիչը։ Հիսուսն է մարդուն փրկում, ամեն, որտեղ գրած է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա, չմեռնի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ով նրան հավատա, մենք մեր հավատքով ենք փրկվում։ Ոնց որ այն ավազակը հավատաց, որ Հիսուսը Տեր է, ապաշխարեց, փրկվեց։ Հիսուսը ասեց, հենց այսօր հետս դրախտում ես լինելու։ Հա, հավատքն է մեր փրկում մեզ դեպի Տերը, բայց քանի որ մենք ապրում ենք դեր այս աշխարհում, մենք պետք է ազատագրվենք։ Մենք պետք է մեր աշխարհը փոխենք, մեր աշխարհ հայացքը փոխենք, մեր բնությունը փոխենք, ապրենք Տիրոջ բնությունով, թողենք այն հինը թաղենք, որպեսզի նորով ապրենք դեր այս աշխարհում։ Ինչքան որ Տերը մեզ կյանք է տվել, ամեն։
Տեսեք, Գործ առաքելոց 16-ում բանտապետի մասին, երկու բառից դե բանտապետի մասին կխոսամ։ Բանտապետը երբ որ ապաշխարեց, երկրաշարժ եղավ, սաղ կալանավորները փախան, բանտապետը վերջը գիտեք այդ պատմությունը, շատ չգնամ։ Բանտապետը ապաշխարեց։ Ավետարանը քարոզեց, Պողոսը, հա, բանտապետը ապաշխարեց։ Ասաց, ինչ պետք է անեմ։ Ապաշխարելուց հետո, տեսեք, ասում է, ինչ պետք է անեմ, Տերեր իմ, ինչ պետք է անեմ, որպեսզի փրկվեմ։ Նրանք պատասխանեցին. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես։ Առաջինը Պողոսը ստեղ խոսում է, հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես։ Եվ երբ որ նա հավատաց, ինչ ած, գիտեք ինչ ա գրած։ Հենց այդ գիշեր մկրտվեցին ինքը ու իր ընտանիքը։ Հենց այդ գիշեր, բայց այդ երբ տեղի ունեցավ հավատքից հետո առաջին քայլը դեպի Աստված, առաջինը ինչ մեր մեջ պետքա տեղի ունենա, հավատք, ապաշխարություն եւ պետքա մկրտություն ունենանք։ Եվ երբ նա հավատաց, նույն գիշերը մկրտվեց, ուրեմն մկրտությունը չի փոխարինում հավատքը, բայց մկրտությունը հավատքի քայլ է։ Եթե մարդը ջրի մեջ մտնի առանց ապաշխարության եւ առանց հավատքի, նա պարզապես ջուրն է մտնում ու հելնում։ Առանց հավատքի եւ ապաշխարության մկրտության ջուրը ուղղակի ջուր է, ինքը մկրտության ջուր չի քո համար։ Բայց երբ մարդը ապաշխարել է, հավատացել է Քրիստոսին եւ հայտնում է իր հավատքի քայլը, մտնում է ջուրը, հելնում է, ինքը ասում է. ես Հիսուսին եմ պատկանում, այս րոպեից, ես Հիսուսինն եմ։ Գիտես, սա պետք է լինի գիտակցված քայլ։ Էլի եմ ասում, սա երեխաներին չի, անգիտակից մարդուն չի, ստիպողաբար չի, մամայի խաթր, պապայի խաթր, եկեղեցում բոլորը մկրտվում են, ես էլ չեմ մկրտվել, ես էլ գնամ մկրտվեմ։ Լավ է, որ ուզում ես մկրտվես, բայց ուզում եմ, որպեսզի ունենաս հավատք եւ ճշմարիտ ապաշխարություն մկրտվելուց առաջ։ Ամեն, այլապես ինքը չի աշխատելու, չի գործելու։ Այլապես չի գործելու քո ապաշխարությունը։ Դա նույնն է, որ դու գնաս ինչ-որ մի հատ, ով կգնա մեզանից ինչ-որ մի հատ գործարանք, համ ինչ-որ մի հատ աշխատանքի տեղ ընդունվելու աշխատանքի Ֆոլցհայթով, հա, օրը 8 ժամ, 10 ժամ աշխատենք, բայց առանց աշխատավարձի։ Ինչ-որ մեկը կհամաձայնվի։ Չէ, ինչի գնանք աշխատենք, եթե աշխատավարձ չենք ստանալու։ Ստեղ էլ պետք է իմաստուն լինենք։ Ինչի գնամ ես մկրտվեմ, եթե չի աշխատելու։ Բայց եթե ուզում եմ գնամ մկրտվեմ, պայմանը սենց է, հավատա Հիսուս Քրիստոսին եւ ապաշխարության, անկեղծ ապաշխարություն բեր։ Եվ դու կտեսնես քո ջրի մկրտությունը աշխատելու է։ Ամեն։ Սա պետք է լինի անկեղծ գիտակցաբար մկրտություն։ Ես ուզում եմ հետևել նրան։ Ես ուզում եմ ապրել մաքուր խղճով Աստծու առաջ։ Սա պետք է լինի չափահաս մարդու գիտակցությունը։ Ինչու ենք մկրտվում ամբողջությամբ ջրի մեջ սուզվելով։ Էս էլ եմ ուզում խոսամ, շատ կարևոր է։ Չէ՞ որ տեղ կա, որ ջուր կարան ցանեն, հա, եւ այլ։ Դե հիմա եթե հնարավորություն չկա, մարդը մահանում է, դա էլ խնդիր չի։ Ես դրա մասին չեմ խոսում, բայց ծիսակարգերի մասին եմ խոսում, որ սա ծիսակարգ չի։ Ջուր ցանոցի չի։ Տեսեք, մկրտությունը ամբողջ պատկերը խոսում է թաղման մասին։ Մենք ամբողջովին, մենք պետք է հենց այս անենք, ամբողջովին մեր մարմինը պետք է սուզվի ջրի տակ, դա թաղման մասին է խոսում։ Երբ մարդը թաղվում է, նրա ամբողջ մարմինը թաղում է ջրի տակ։ Ոնց որ Քրիստոսը իր ամբողջ մարմինը տվեց։ Մի բան բաց չթողեց Հիսուսը, ամբողջությամբ տվեց։ Այդպես էլ մարդկությունը պետք է, ով ուզում է մկրտվի, պետք է ամբողջովին սուզվի ջրի տակ, հին մարդը թողի ջրի տակ եւ նոր մարդով վեր կենա։ Տեսեք, Հովհաննես 3:23-ում ինչ ա գրած։ Հովհաննեսն էլ Այենոնում Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետեւ այնտեղ շատ ջուր կար։ Ինչի համար է Հովհաննես մկրտչին շատ ջուր պետք։ Եթե կարելի է ինչ-որ sense մի բաժակ ջուր վերցնել կամ մի վեդրո ջուր վերցնել լցնել մարդու վրա։ Շատ ջուր ինչի համար է Հովհաննես մկրտչին պետք, որպեսզի մարդուն մկրտի ամբողջությամբ ջրի տակ։ Եվ սա է ճշմարտությունը։ Եկեք մեր մկրտությունը անենք այն հավատքով, որը որ Աստվածաշունչն է ասում։ Թող մեր ամեն քայլ կառուցված լինի մեր հավատքից, որը որ հիմք ունի Աստվածաշնչից։ Ամեն։
Ոչ թե որը որ մեզ ուղակի ասել են, սովորացել են, որը որ հիմք ունի Աստվածաշնչից։ Հովհաննես Մկրտիչը մկրտում էր շատ ջրերի մեջ։ Տեղ էր մանգալի, որտեղ խորը տեղ կլինի, որտեղ շատ ջուր կլինի, որ մարդկանց մկրտի։ Այսօր Աստված քեզ հարցնում է. պատրաստ ես թողես քո Եգիպտոսը։ Պատրաստ ես անցնես ջրերի մեջով։ Կարմիր ծովը, որ Աստված բացում է քո առջև։ Պատրաստ ես հին աշխարհդ թողնես ջրի տակ։ Պատրաստ ես Քրիստոսի հետ սկսես նոր կյանք։ Հետևում գերությունն է, հետևում փարավոնն է իր զորքով, հետևում փարավոնի իշխանությունն է քո կյանքի վրա, սատանայի այսինքն։ Իսկ առջևում ծովից այն կողմ ազատություն է, Քրիստոսի առաջնորդությունն է Սուրբ Հոգով։ Հոր սերն է, հոր խոստացված երկիրն է, որ քեզ խոսք է տվել։ Դա առջևում է, ծովի այն կողմն է, երբ որ դու ճիշտ քայլ կանես եւ կանցնես դեպի այդ ջրերը։ Ինձ դժվար կլինի, անկեղծ եմ ասում, որպես հովիվ, ինձ դժվար կլինի մկրտեմ այն մարդուն, ով չի հասկանում, ով անհասկանալով է եկել։ Ուղղակի եկել է լողանա ու գնա։ Խնդրում եմ, լողացողները թող չգան։ Թող գան մասնակցեն, նայեն, բայց եթե պատրաստ չեն թողնեն իրանց մեղքը, իրանց աշխարհը, իրանց հին մտածելակերպը, իրանց հին մարդը, եթե պատրաստ չեն թողեն, խնդրում եմ, մի էլ մկրտվեք ջրով։ Թող մկրտվեն ջրով այն մարդիկ, ովքեր պատրաստ են, թողնեն ամեն տեսակի զզվելի մեղք, ամեն խավար, ամեն սուտ, ամեն մահվան գործ եւ գնան դեպի Տերը։ Թող այդ մարդիկ գան ու կիրակի օրը մկրտվեն։ Ես հավատում եմ, որ կլինի օրհնյալ մկրտություն։ Ես հավատում եմ, որ շատ մարդկանց կյանքում մեծ հրաշքներ կլինի։ Ամեն։ Եկեք կանգնենք ու աղոթք անենք։